Վաղաշաբաթի թիմ ընտրություններում իշխող ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Արգիշտի Մեխակյանը, հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նախորդին տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստը, որում հաստատվել է վաղաշաբաթի թիմ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում պատասխանել է երևանցիների հարցերից մի քանիսին, որոնք վերաբերել են մասնավորապես Երևան քաղաքի դիմագիծ այլանդակող կառուցապատումներին, քաղաքաշինական նորմերին, կանգառներում տեղադրվող խելացի ժամանակացույցներին եւ այլն։ Անդրադառնալով կանգառների խելացի ժամանակացույցներին, Ավինյանն ասել է, որ մինչեւ տարեվերջ Երևանը կունենա շուրջ 40 կանգառ, որտեղ հնարավոր կլինի տեսնել ավտոբուսների ժամանման րոպեները։ Եվրախորհրդարանը հաստատել է առանց վիզայի ռեժիմի դադարեցման մեխանիզմի բարեփոխումը, որը կհեշտացնի վիզայի պահանջների ժամանակավոր կամ մշտական վերականգնումը այն երկրների համար, որոնք անվտանգության սպառնալիք են ներկայացնում կամ խախտում են մարդու իրավունքները։ Նոր օրենսդրությունը կարող է ազդել նաև Վրաստանի վրա։ Թարմացված մեխանիզմը Եվրոպական հանձնաժողովին թույլ կտա դադարեցնել առանց վիզայի ռեժիմը որոշակի երկրի համար, եթե առաջանան անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ։ Սահմանափակումները կարող են սկզբում սահմանվել ժամանակավորապես հետաքննության եւ երկխոսության ընթացքում, իսկ հետո մշտապես, եթե իրավիճակը չբարելավվի։ Պաղեստինյան Համաս շարժումը, որը Եգիպտոսում Իսրայելի հետ անուղղակի բանակցություններ է վարում հրադադարի հարցով, հայտարարել է, որ պատրաստ է համաձայնության գալ Գազայում պատերազմը դադարեցնելու շուրջ, հիմնվելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի վրա։ Խմբավորումը սակայն մի շարք պայմաններ է առաջադրել, այդ թվում իսրայելական ուժերի անհապաղ եւ լիակատար դուրսբերումը Գազայից։ Համասի բարձրաստիճան ղեկավար Ֆաուզի Բարհումը հերոստահաղորդում հայտնել է, որ համաձայնագիրը պետք է ապահովի պատերազմի ավարտը եւ իսրայելական ուժերի լիակատար դուրսբերումը Գազայից։ Պայմաններ, որոնք Իսրայելը երբեք չի ընդունել։ Իսրայելն իր հերթին ցանկանում է, որ Համասը զինաթափվի, ինչը շարժումը մերժում է։ Ամբոխը քարերը նետել Էկվադորի նախագահ Դանիել Նոբայի մեքենաների ուղղությամբ նախագահը չի տուժել։ Շրջակա միջավայրի նախարար Ինեզ Մանզանոն հայտարարել է, որ սա նախագահի դեմ մահափորձ է եղել։ Նրա խոսքով մեքենայի վրա նաև արձակված փամփուշտի հետքեր կան։ 5 մարդ է ձերբակալվել, Նոբայի գրասենյակը հայտարարել է, որ ձերբակալվածները պատասխանատվության կենթարկվեն ահաբեկչության եւ սպանության փորձի մեղադրանքներով։ Էկվադորում արդեն 2 շաբաթից ավելի գործադուլ է ի նշան կառավարության կողմից դիզելային վառելիքի սուբսիդիաների վերացման որոշման դեմ։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած խախտումների պատճառով։ Տուգանքը կազմում է 12,000 շվեյցարական ֆրանկ։ Ըստ FIFA-ի Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում տեղի են ունեցել թիմային անպատշաճ վարքագիծ, կարգի եւ անվտանգության խախտումներ, ներխուժում խաղադաշտ կամ ներխուժման փորձ, ճայթուկների կամ այլ հրավառ առարկաների օգտագործում։ Հայաստան-Պորտուգալիա խաղը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքական այդ խաղում պարտվել է 0-5 հաշվով։ Հայաստանի տարածքում այսօր եւ վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-ից 18 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-ից 11-ին կնվազի 5-ից 7 աստիճանով։ Երևանում նույնպես այսօր եւ վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։